Երբ ընտանիք ստեղծելու ճանապարհը դառնում է երկար եւ դժվար, երբ հույսդ երբեմն մարում է, հիշիր դու միայնակ չես։ Մեր հանրապետությունում գործող պտղաբերության կենտրոնը իր փորձառու թիմով կանգնած է յուրաքանչյուրի կողքին։ Այստեղից շատերը հեռանում են իրենց փոքրիկին հանդիպելու հրաշքը սրտի տակ կրելով։ 2025 թվականը բավականին բուռն էր, բավականին հագեցած էր մեր բոլոր շահառուների համար, թե պետական ծրագրի հետ կապված, թե պետական ծրագրից դուրս։ Այ ովքեր են ավելի հաճախ դիմում։ Քանի որ արդեն օնլայնվել է անպտուղ զույգերի ֆինանսավորման ծրագիրը, տարբեր խմբերի շահառուներ ունենք։ Առաջնային խումբը դա 20-ից 40 տարեկան է ներառյալ առաջնային անպտղություն ունեցող զույգերն են, երբ կնոջ տարիքը չի գերազանցում 41 տարեկանը, երկրորդային անպտղության դեպքում 20-ից 36 տարեկանը էլի ներառյալ կանայք են, երբ ունեն 1 երեխա եւ առկա է 2 տարվա անպտղություն, բավականին մեծ օնլայնում ունենք միայնակ կանանց դեպքում, երբ կինը միայնակ է, ցանկանում է մայրանալ, նույնպես կարող է հանդիսանել պետական ծրագրի շահառու, եթե գտնվում է 28-ից 42 տարիքային միջակայքում։ Եվ իհարկե մեր Արցախի Հանրապետությունից տեղահանված քաղաքացիների համար էլ եւս այդ ծրագիրը գործում է ելի նույն սկզբունքով եւ նույն հիմունքներով։ Եվ դեռ դիմում են շահառուներ 44 օրյա պատերազմում այն զոհված զինծառայողների ծնողները, ովքեր կորցրել են իրենց որդիներին։ Ամբողջ փաթեթային համակարգով է գործում, սկսած անպտղության պատճառագիտությունից եւ բուժումից, ներարգանդային սերմնավորումներից եւ արտամարմնային բեղմնավորումներից։ Բեղմնավորման երկու փուլից է բաղկացած։ Առաջնային անպտղության դեպքում ստանում ենք 100% ֆինանսավորում առաջին արտամարմնային բեղմնավորման դեպքում եւ երկրորդ ԱՄԲ-ի համար, եթե արդեն կա ցուցում, մասնակի ֆինանսավորման պետական ծրագրով, մի մասը վճարում է պետությունը, մյուս մասը վճարում են շահառուները։ Եվ երկրորդային անպտղության դեպքում էլ եթե ընտանիքում առկա է 1 երեխա, ֆինանսավորում են ստանում միայն 1 արտամարմնային բեղմնավորման համար։ Եվ միայնակ կանանց դեպքում էլ ներարգանդային սերմնավորումների 6 փորձ, ինչպես նաև պատճառագիտություն, այստեղ արդեն չկա անպտղության հետ կապված խնդիրներ, բոլոր կլինիկո-լաբորատոր հետազոտությունները, բուժումները եւ ներարգանդային սերմնավորումների 6 փորձի հնարավորությունը ստանում են անվճար։ Ցուցանիշները բավականին բարձր են, բավականին հուսադրող են եւ սկզբից, երբ որ մեկնարկում էր այդ ծրագիրը, թվում էր, թե շատ կանայք չեն դիմի, բայց փորձը ցույց տվեց, որ հակառակ այն հաջողությունները, ինչ որ գրանցվեցին մեր կենտրոնում, բերեցին նոր կանանց, բերեցին նոր հաջողություններ եւ արդեն ունենք բավականին մեծ թվով մայրիկներ։ Պտղաբերության կենտրոնում կարևոր հանգամանք է այն, որ գրեթե բոլոր բժշկական ծառայությունները կատարվում են տեղում, որն էլ բուժառուներին ազատում է բազմաթիվ անհարմարություններից։ Պտղաբերության կենտրոն դիմաց բոլոր շահառուները տեղում հենց ստանում են գրեթե այդ համալիր ծառայությունը, այսինքն սկսված կլինիկո-լաբորատոր հետազոտություններից, խորհրդատվություններից, սոնոգրաֆիաներից, ամեն ինչ կատարվում է տեղում եւ դա մեծ առավելություն է շահառուների համար։ Արտամարմնային բեղմնավորումը ունի մեծ առավելություն եւ տալիս է մեծ հնարավորություն այն ընտանիքների համար, այն զույգերի համար, ովքեր ունեն ժառանգական խնդիրներ, պայմանավորված թե կնոջ մոտ, թե ամուսնու մոտ, կամ ունեն ընտանիքում հիվանդ երեխա, այդ դեպքում կարելի է արդեն բժշկական ցուցումով կատարել արտամարմնային բեղմնավորում, ընտրել առողջ միայն առողջ սաղմիկներին, կատարել գենետիկ հետազոտություն եւ նոր տեղադրել լիարժեք առողջ սաղմիկը, որպեսզի ապագայում հույս ունենանք, որ կծնվի առողջ երեխա։ Իսկ նախաիմպլանտացիոն գենետիկ տեստավորման հետ կապված Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենք, որտեղ եթե ընտանիքում առկա են 3 միանման սեռի երեխաներ, կամ աղջիկներ, կամ տղաներ, հնարավոր է ընտրել 4-րդ երեխայի սեռը կրկին արդեն արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Երկրորդ կարևոր բանը, որ կուզենայի նշել, էլի տալիս է արտամարմնային բեղմնավորումը որպես հնարավորություն, դա օնկոպտղաբերությունն է, երբ երիտասարդ կանանց
կամ աղջիկների եւ տղաների մոտ եթե հայտնաբերվում է որոշակի օնկոլոգիական հիվանդություն, ապա կարելի է դրանից առաջ որոշակի քիմիոթերապիայից կամ ճառագայթային բուժումներից առաջ կատարել սեռաբջիջների սառեցում, այնուհետև նոր պլանավորել հղիություն։ Եթե կնոջ մոտ հայտնաբերվել է որևէ օնկոլոգիական խնդիր, առաջին փուլը կատարել միայն ձվաբջիջների սառեցում կամ եթե ամուսնացած են արդեն սաղմիկի պատրաստում, այնուհետև բուժումներից հետո լիարժեք, եթե չկան հակացություններ, արդեն կարելի է պլանավորել հղիություն կամ ծայրահեղ դեպքում կրկին դիմել փոխնակ մայրության օգնությանը։ Այս դեպքում արդեն կինը պահպանած կլինի իր բիոլոգիական մատերիալը։ Իսկ մինչև որ տարիքն եք խորհուրդ տալիս, որպեսզի ձվաբջիջի սառեցում անեն։ Ձվաբջիջի սառեցումը ցանկալի է կատարել մինչև 36-37 տարեկանը, դրանից հետո արդեն շանսերը նվազում են եւ ձվաբջիջները որակապես ավելի զիջում են։ Եթե դեռ չեն պլանավորում այն աղջիկները, այն կանայք հղիություն, գոնե կարելի է կատարել մինչև 35-36 տարեկանը ձվաբջիջների սառեցում կամ միանգամից պլանավորել հղիություն։ Մարդու պտղաբերության կենտրոնի տնօրեն Բժիշկ Էդուարդ Համբարձումյանը ոչ միայն սրտացավ առաջնորդ է, այլև բազմամյա փորձով մասնագետ, ում շնորհիվ իրականացվում են բազմաթիվ մասնագիտական կոնֆերանսներ, ծրագրեր եւ կարևոր նախաձեռնություններ, ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս, նպաստելով բժիշկների մասնագիտական որակի բարձրացմանը։ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի կողմից գոնե տարեկան մեծ կոնֆերանսը, որտեղ ներգրաված են գինեկոլոգներ, ռեպրոդուկտոլոգներ, 2025 եշրեյում, երբ ներկայացվեց գիրքը, գտնվում էր առաջին հորիզոնականներում իր պահանջվածության համար եւ իհարկե արդեն տարբեր կոնֆերանսներին, տարբեր երկրներում ներկայացվել է եւ մինչ օրս համարվում է առաջատարը ամենամանրակրկիտ ձևով գրված, ներկայացված եւ ռեզիդենտների համար եւ արձենատերների եւ սկսնակ բժիշկների եւ ինչու՞ չէ արդեն էլի կայացած բժիշկների համար։ Վերջին տարիներին պետությունը ընդլայնել է վերարտադրողական առողջությանը աջակցող ծրագրերի շահառուների թիվը, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ ընտանիքների ստանալու երկար սպասված օգնությունը։ Էդուարդ Համբարձումյանը ակտիվորեն ներգրավված է այս նախաձեռնություններում, իր փորձով եւ տեսլականով աջակցելով յուրաքանչյուր դրական փոփոխությանը։ Վերարտադրողական բժշկության ծրագրերը կառավարության կողմից ընդլայնվում են, խորանում են, պետական ֆինանսավորումն է շատացել եւ մենք դրան շատ ուրախ ենք, որովհետեւ սա մեծ օգնություն է ժողովրդի համար։ Այսօր մեր պտղաբերության կենտրոնը օրինակի համար 2/3 ամբողջ բոլոր հիվանդների պոպուլյացիայի պետական պատվերով են գալիս։ Սա երազել չէր, հնարավոր չէր մի քանի տարի առաջ։ Մենք իհարկե ստեղծել ենք նաեւ ամբիոն, որը ես եմ ղեկավարում, որի շրջանակներում եւ մեկ մասնագետներ ենք պատրաստում, արդեն դիպլոմավորված, որովհետեւ կլինիկական օրդինատուրա 1 տարի եւ դիպլոմ են ստանում։ Այսինքն այս հարցում մենք առաջներից ենք շատ եւ շատ այլ երկրներից եւ այս կառավարության ծրագրերի մեջ մտնում է մարզերում զարգացնել ոլորտը, ինչին, որ մեր ասոցիացիան է շատ նպաստել, պետք է հպարտության ասեմ, որտեղ սա այն ծրագիրներ, որը ես դեռ 20 տարի առաջ անընդհատ աշխատում էի, փորձում էի մեր տարբեր կառավարություններին համոզել եւ բարեբախտաբար հիմա նոր ծրագրերը կան եւ արդեն մի քանի մարզերում բացվում են կենտրոններ, որը մենք կոչվում ենք երկրորդ մակարդակի, որտեղ կարող են կատարել ինսեմինացիաներ, բուժումներ, դիագնոստիկաներ պետական պատվերի շրջանակում մեծ համասությամբ եւ պետքա եւ մասնագետներ պատրաստել 6 ամսյա կուրսերեն եւ ինչպես տեսակ մեր բժիշկներից մեկը փորձառու գիտությունների տեխնացու եկել է եւ պետք է արդեն ընդունվի, բարեհաջող անցավ քննությունը, ես նրան շատ վաղուց եմ ճանաչում, պատերազմում մասնակցած, շատ ակտիվ անձնավորություն, ես շատ ուրախ եմ, որ Սիսիանում այսպիսի հնարավորություն կլինի, կենտրոն պետք է բացվի եւ պետական ուժերով, մեր ուժերով այնտեղ պետք է օգնենք եւ մասնագետներ լինեն, որպեսզի կարողանան հիվանդները օգնություն ստանալ հենց տեղում, ել չկան հասնեն կենտրոն։ Ցավոք սրտի մենք մի թերություն ունենք այս զարգացումների հետ միասին, որ ամբողջը խմբակված էր Երևանում, այսինքն Խափանից, Սիսիանից, Գյումրիից պետք է գան հասնեն այստեղ, երբեմն շատ
մատչելի, հասանելի եւ པարզ բուժում ստանալու համար։ Գնալու գալու վրա ավելի շատ էին եւ գումար եւ ժամանակ եւ ներվեր, էներգիա ծախսում, քան թե ասենք ինքը պրոցեդուրան։ Ուրեմն այս ծրագիրը ընդլայնանում է, պետական ծրագիր է, որպեսզի մարզերում, տեղերում մենք ունենանք նման կենտրոններ, մենք էլ որպես ամբիոն, որպես կենտրոն, բազա ամբիոնի ազգային առողջապահության ինստիտուտ այս հարցերին փորձում ենք աջակցել։ Պտղաբերության կենտրոնում ամեն ընտանիքի պատմությունը կարևոր է։ Սա մի տեղ է, որտեղ հույսը ոչ թե խոստում է, այլ ճանապարհ։ Իսկ Էդուարդ Համբարձումյանը այն առաջնորդն է, ում նպատակն է վերածել հույսը իրականության։ Ամփոփելով տարին կարող ենք ասել, որ ունենք բազում գրանցված հղիություններ, կարող եմ առանձնացնել միայն պետական ծրագրի շրջանակներում դիմաց շահառուների թվով նոյեմբեր ամիսը ներառյալ ունենք 666 գրանցված հղիություն, որից ծնված 295 երեխա եւ ուրախությամբ կարող եմ ասել, որոնցից 14 ծնված երեխաները դրանք զոհված զինծառայողի ընտանիքների երեխաներն են, որոնք նոր կյանք, նոր հույս, նոր երջանկություն, նոր մի աշխարհ են ստեղծել այդ ընտանիքներում, ինչպես իրենց ընտանիքներում, այնպես էլ մեր համար, մեր բժիշկների համար դա ամենակարևոր, ամենաբարձրագույն հաղթանակներից մեկն է։ Կենտրոնի հաջողության գրավականներից մեկը դա թիմային աշխատանքն է, քանի որ նշեցի, որ ամեն ինչ գրեթե կատարվում է կենտրոնում, կատարվում է տեղում, թե ներարկումների տեսքով, որ բուժքույրերը ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում, կլինեն ներարկումներ, որոնք կատարվում են շատ ուշ ժամերի, գիշերային ժամերի, կան հերթապահություններ, բժիշկները անսահման մեծ պատասխանատվությամբ անընդհատ վերապատրաստվելով տարբեր միջազգային կոնֆերանսներին արդեն իրենք են կարդում զեկույցներ, նորարարական մեթոդներ են ներկայացնում, մեր կենտրոնի հաջողություններով են կիսվում։ Կենտրոնի հաջողության գրավականը կարծում եմ դա մեծ թիմային աշխատանքն է, որտեղ ներգրաված են բոլորը, թե ադմինիստրատիվ աշխատակիցները, թե բուժքույրերը, բժիշկները, գիշերուզոր եւ իհարկե էմբրիոլոգները։ Էդուարդ Մարտինովիչի գլխավորությամբ այս հաջողության եւ ամեն ինչի հիմքում կանգնած է նա։ Թող 2026-ը լինի հրաշագործ եւ թող մայրությունը ձեզ պարգևի մի նոր հեքիաթ՝ լի ուրախությամբ եւ անմոռանալի ակնթարթներով։